Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Նախքան այսօրվան հոգեվոր նախաճաշը ձեզի հրամցնելս, նախ սիրելիներ գուզեմ սրտանց շնորհակալություն հայտնել հոգեվոր քրոջս Անի Մարդիկյանին, որ ամեն անգամ Աստուծո կողմէ իրեն դրված շնորհքով սրբապատկեր երբ կձե գուզե որ հոգևոր նախաճաշներուս ընթացքին այդ սրբապատկերը օրհնություն դառնա եւ ինչպես ընդհանրապես բոլոր ամենօրյա պատկամներուս ընթացքին գտեսնեք իմ գրնագիս յեդին ուսիս որպես բահաբան Տեր Հիսուս Քրիստոսի պատկերը, Աստվածամոր պատկերը, Սուրբ Նարեկացին պատկերը, Սուրբ Երորդության պատկերը, Անին սիրելիներ նվիրեց նոր պատկերմը Սուրբ Հոգին խորհրդանշող աղավնին եւ ինչպես կտեսնեք Սուրբ Հոգիի ջարակայթումը եւ ապա յոթնարփյան շնորհքները, 7 շնորհքները, որ Սուրբ Հոգիեն գտապին որպես հրեղեն գրակ։ Գաղոթեմ սիրելիներ, որ Սուրբ Հոգին լեցնե մեզ ամեն օր, իր շնորհքներով, իր ողորմության արժանացնե, թաստիարակե մեզ, սորվեցնե մեզ, հիշեցնե մեզ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքերը, որտեղ Հիսուս ինքը ասավ, երբ Սուրբ Հոգին կա, պիտի հիշեցնե ձեզ իմ խոսքերս, պիտի սորվեցնե ձեզի եւ պիտի առաջնորդե ձեզ։ Թող Սուրբ Հոգին առաջնորդե մեզ թեպի հավիտենական փրկություն։ Եվ նաեւ Սուրբ Հոգին կխնդրեմ, որ լեցնե Անի Հոգին, նաեւ իր ընտանիքին, իր օրտնյալ ամուսնուն, իր զավակներուն եւ թորներուն հոգիները, որբեսի բոլորի անունները կյանքի քիրքի մեջ արցնակրվին։ Սիրելիներ, այսօր պիտի խոսիմ ձեզի նույնի մասին, որ իրականության մեջ որպես հարցում ինձ հարցվեցավ շատ հավատացյալ փոքական երդասարտի մկողմե։ Մոտեցավ ինձի եւ ըսավ. Հարվարտև ինչու համար ծեր եկեղեցներուն մեջ, այսի մեր Հայաստանյա ցարակելական Սուրբ եկեղեցվո մեջ, բادرակի ընթացքին երբ ավետարանը կընթերցվի, ընթերցված ավետարանին գլուխը եւ համարը չեք հայտարարեր, մարդոց չգսեր։ Եվ նախքան պատասխանելս ինձ իսավ, երբ այս հարցը դվի իմ եկեղեցվո հովիվիս, եկեղեցվո հովիվս ասավ, որովհետև անում չեն ուզեր որ ժողովուրդը ճշմարտությունը գիտնա, իր բարերը ուղագի գարտամ, չեն ուզեր որ մարդիկ իմանան Աստվածաշունչը եւ ճշմարտությունը։ Երբ այս խոսքը լսեցի, այսպես հոգիս մեջ դրդմեցա եւ այս երդասարտին ասի, եթե քու հովիվդ այդպիսի պատասխան տված է քեզի, հաբա ինչու համար եւ գհավատաս քու հովիվիդ այդ խոսքին, հաբա ինչու համար նույն հարցը ինձ գուտաս։ Այս երդասարտը լուր եկավ եւ ապա սիրելիներ ըսավ, որովհետեւ համոզված չեմ դրված պատասխանով։ Պատասխանին համոզված չեմ։ Այդ ժամանակ էր որ պատասխանեցի եւ գուզեմ սիրելիներ բոլորիդ պատասխանել այս նույն հարցը, որովհետեւ դու գալ իմանաք։ Նախ ամեն բանի առաջ այս երդասարտին բացատրեցի, որ երկու տարբեր բաներ են՝ փեմը եւ խորանը։ Ավետարանական եկեղեցին, փոքրական եկեղեցին փեմ ունի, խորան չունի։ Եվ փեմին վրա գրնան մարդիկ ելել, ոյե մեկը գրնա ելել եւ փեմեն խոսիլ, եւ փեմին վրա գոշիգով գելեն։ Իսկ Սուրբ խորանը Սուրբ է, անիգա փեմ չէ,
Անի ոյե մեկ բարձ մարդ չի գրնար ելնել, եթե եկեղեցվո սպասավոր չլա։ Եվ խորան չեն կարող բարձրանալ գոշիգով, որովհետև սուրբ վայր է, ինչպես որ Աստված եւ Մովսեսը գանչեց այրող մորենին մեջ են, գարտացեք անպայմանորեն 5 դագարանի ելից կրկի 3-րդ գլուխը 5-րդ համարի մեջ կգարտանք Աստված Մովսեսի սավ ոտքերդ հանե գոշիկներդ, որովհետև գանքնած դեղդ սուրբ դեղ է։ Հետևաբար խորանը սուրբ վայր է։ Այնտեղ է, ուր սեղանը գտնվի խորանին վրա, այնտեղ է, որ Քրիստոս պիտի բادرակվի, պիտի ընձայվի, եւ նաեւ պիտի ընդունի այդ բادرակը, հետևաբար մեր գանքնած դեղը սուրբ դեղ է։ Սրբություն սրբոց է։ Ապա սիրելներ, այս երդասարտին հետևյալ քանիմը գեդերու մասին խոսեցա։ Ըսի Սուրբ բادرակի ընթացքին երբ գընթերցվին եւ 5 դագարանեն եւ նոր դագարանեն առաքյալներու թուղթերեն քրություններ եւ նաեւ գընթերցվի ավետարանեն հատվածը դարբեր բան է գարթալը դարբեր բան է հրճագելը մենք Սուրբ բادرակի ընթացքին բարձաբես Աստվածաշունչ չենք կարդար այլ Աստուծո խոսքը գհրճագենք ինչպես որ Աստված Մովսեսի բերնով խոսեցավ Եբրայեցի ժողովրդին եւ ըսավ որ դարվե դարի 7 դարին անգամը պիտի հավաքեր ժողովուրդը պիտի հավաքվեին ժողովուրդը բոլորնալ մեծերը փոքրերը գիները մարտիկը օդարականները քաղաքականները ովքեր որ գտնվեին Իսրայելի մեջ եւ ղևդացիները պետք է բարձրացային Աստուծո խոսքը գարտային հրճագեին եւ ամեն մարդ պետք է լսեր Գարտացեք այս մասին 5 դագարանի երկրորդումն օրինաց գրքի 31-րդ գլխու հատկապես 9-13 համարները այդտեղ միայն մեկ բզդիկ բաժիմը գիշեմ գսվի ուրեմն Աստուծո այդ ընդրած դեղ ուր որ ժողովուրդը պիտի հավաքվեր այն ադեն բոլոր Իսրայելին արչև այս օրենքը պիտի գարտակ որբեսի լսեն Ահա սիրելներ հրճագում է ոչ թե սովորական ընթերցում է ուսումնասիրության համար այլ Աստված կբադվիրե որ բարձրացային ընթերցեն հրճագեն Աստուծո խոսքը եւ ժողովուրդը լսե Հետևաբար երբ սիրելիներ մարդիկ գուքան եկեղեցի Սուրբ բادرակի մասնակցելու ոչ թե գուքան Աստվածաշունչը ուսումնասիրելու այլ գուքան Աստվածաշունչ Աստուծո խոսքը լսելու Անոր համար է որ նախքան ընթերցումը երբ որ գրոնավորը նախ խաղաղություն գուտա գսե խաղաղություն ամենեցուն կպատասխանվի նաև քու հոգիդ համարալ խաղաղություն թողոլա ապա սարգսակը ինչ կսե երգյուղածությամբ լվարուկ այսինքն երգյուղով մեծ հարկանքով վախով սրբությամբ ունգընտրեցեք լսեցեք եւ դարձյալ ժողովուրդը կպատասխանի այդ խոսքին սարգսակին փառքես դեր Աստված մեր սարգսակը երկրորդ անգամ կգրտնե այս անգամ հունարեն փառմն է որ մեր եկեղեցու մեջ կկործածվի բրոսխում է կնշանակե ըզգուշությամբ լսեցեք Երկրորդ անգամը հավասիկ սիրելներ գոչ կուղվի հրահանգ կդրվի որ լսեցեք եւ Աստվածաշունչը երբ գընթերցվի մեր եկեղեցու մեջ ամեն մարդ պետք է ոտքի ելե Սարգսակը գհրավիրե ժողովուրդը ալելույա դերը փարապանեցեք օրթի դարձյալ հունարեն փարը որ կնշանակե ոտքի Աստվածաշունչը Բարձաբես չուսումնասիրվի նստած տեղը Փոքական եկեղեցիներու մեջ Աստվածաշունչը կբացվի եւ որ նստած են մարդիկ գսվի հովիվին գողմե բացեք այսինչ գլուխը
բացեք այսինչ հատվածը եւ գարտանք միասին, սերդենք միասին։ Մինչդեռ հին եկեղեցիներու մոտ, առաքելական մեր եկեղեցու մոտ նաև ոտքի գընթերցվի, որովհետև Աստված ըսավ Մովսեսի հավաքե բոլորը, եւ բոլորը թող լսեն, պատրաստ լան ոտքի գանկնիլը Աստուծո խոսքը լսելու պատրաստ ըլլալն է։ Եվ ասեմ սիրելներ, որ մեր եկեղեցու մեջ, ուրեմն այս վերջացնեմ, շարունակեմ, ուրեմն երբ որ Սարգսակը գսե բրոսխում է, այսինքն ըզգուշությամբ մտի գրեք, տբիրները ժողովրդին բերնով կպատասխանեն ասե Աստված, այսինքն դեր Աստված գսե, դեր Աստված գխոսի։ Ուրեմն խոսողը դեր Աստվածն է, ոչ թե հովիվն է, ոչ թե Սարգսակն է, ոչ այլ ոև մեկն է, այլ դեր Աստվածն է։ Մեր եկեղեցու Սուրբ Բադրակը 4 մասերու կփոխանա, առաջինը պատրաստության մասն է, երկրորդը ջաշու մասն է կամ երախայրից Բադրակը, այն ուրեմն բաժինն է, որուն գրնան մասնակցիր բոլոր անոնք, որոնք դակավին նույնիսկ մգրդված չեն, երախայ են, ոչ թե երեխա, այլ երախա, կնշանակի չմգրդված, որոնք կպատրաստվին մգրդվելու, բոլոր անոնք, որոնք թերը հավատեն, հետևաբար ավիդարանական ընթերցումի կամ աստվածաշունչի ընթերցումի բաժին ունի։ Նախ ներքևեն թասին մեջ են ժողովրդին Սարգսակը կամ տբիրը գընթերցե 5 դագարանեն մասմը օրվան ուրեմն խորհուրդեն գախյալ, ապա նոր գդագարանեն Բողոս Արաքյալեն կամ մյուս արաքյալներեն ընդհանրական նամակներեն հատվածը ներքևեն գընթերցվի, ինչու, որովհետև ներքևը գխորհրդանշե, որ Աստված իր ժողովրդին ուղարկեց մարգարեներ եւ արաքյալներ, որբեսի զանոնք տաստյարագե, իսկ ավետարանը Հիսուսի սուրբ խոսքերը գընթերցվին խորանեն, խորանը գխորհրդանշե սիրելներ երկինքը, բարձունքեն գխոսի, Աստված է որ գխոսի, ահա Ադորամարը սի դարբեր բան է գարտալը, դարբեր բան է հրճագելը, Աստուծո խոսքը գհրճագվի սուրբ խորանեն։ Եվ Բադրակի ժամանակ Աստուծո խոսքը անձնական ուսումնասիրություն չէ, այլ Աստուծո ցայնին հարաբարագային հրճագումն է։ Նորեն գսեմ, անորամար տբիրները գսեն ասե Աստված, Աստված կխոսի, անոր համար նաև պետք է հետևաբար երկյուղածությամբ մտի գնենք։ Անիկա դիրոջ խոսքն է։ Եվ քանի որ դիրոջ խոսքն է, մեր խոսքը չէ, լուր գերբով պետք է մտի գնել։ Ու երբ գավարդենք Աստուծո խոսքի ընթերցումը, ինչ կսենք, փառ քեզ դեր Աստված մեր։ Նաև գուզեմ ասել սիրելներ, որ Սուրբ Բադրակի ընթացքին երկու տեսակ հաղորդություն կա։ Մեկը հոգևոր հաղորդությունն է Աստուծո խոսքին Քրիստոսի, երկրորդը մարմնավոր հաղորդությունն է Քրիստոսի մարմին եւ արյան։ Ես այս իմաստով գուզեմ գարտալ իմ հոգևոր հորս Երջանկայիշադակ Սուրբ Զարե Սրբազանի խոսքը, ուր դեսեք սիրելներ Սրբազանը այս երկու հաղորդությանց մասին խոսելով գսե Սաղմոսին բարերով ուրեմն 34-րդ Սաղմոսի մեջ գսվի ճաշակեցեք եւ դեսեք զիքաղցրեդեր եւ մենք Սուրբ Բադրակի ընթացքին երկենք այդ բարերը ուրեմն Սաղմոսին բարերով ճաշակեցեք եւ դեսեք զիքաղցրեդեր պիտի երկենք Բադրակի ավարտին բայց ճաշակումը երկու տեսակի է նախ մտքով հոգևոր ճաշակումը Աստուծո խոսքին եւ ապա շրթներով մարմնավոր ճաշակումը մեր Տիրոջ մարմնին եւ արյան։ Խորքի մեջ այս երկուքը նույնն են։ Մտքի ճաշակումը եւ շրթներու ճաշակումը նույնն են, ինչու։ Երկու դարբեր գերբերով, երկուքն ալ Աստուծո խոսքը փանը գճաշակենք։ Քրիստոսը մեկը իր ամմարմին վիճակով, խոսքի վիճակով, մյուսը մեզի համար մարմնացած վիճակով, Քրիստոսի մարմինի եւ արյան միջոցով։
Աստվածաշնչական ընթերցումները Աստուծո ցայնն է, որ լսելի կդարձնեն, ահա սրբազաններ գսեն։ Աստուծո ցայնն է, որ լսելի կդարձնեն եւ Աստուծո ինքնությունն ու գամքը կհայտնեն մեզի։ Անոնք մեզ կպատրաստեն ավելի մեծ հայտնությանը, զինքտեմ հանդիման տեսնելու քիչ յետք, սուրբ սեղանին վրա տրված իբրև զոհակործված Աստուծո անարատ քարնուկը։ Հետևաբար Աստուծո խոսքը, որ կընթերցենք, անիկա կպատրաստե մեզի ուղագի Քրիստոսի դիմաց կանգնելու եւ զինք ճաշակելու։ Առաջին բաժինը հետևաբար մարդուն հոգեվոր պատրաստությունն է Աստուծո հետ այս մարմնավոր հանդիպումին, մինչ երկրորդ բաժինը Աստուծո ինքն ընծայումն է մեզի մեր եւ ամբողջ աշխարհի փրկության համար։ Ահա սիրելիներ, որքան կարևոր է հետևաբար Աստուծո խոսքը հայտարարելը բարձրացային։ Երկրորդ կարևոր գետ։ Ասի որ բادرակը հայտարարություն է Աստուծո խոսքին եւ ճաշակում է նախ Աստուծո խոսքին մտքով եւ ապա Քրիստոսի մարմին եւ արյան ֆիզիկապես։ Երկրորդ սուրբ բادرակը աստվածաշնչական ուսումնասիրություն չէ, այսինքն սուրբ քրոց սերտողության բահ չէ։ Մեր եկեղեցվո մեջ սուրբ քրոց սերտողության բահեր կան։ Ես ամեն շաբաթ սուրբ քրոց սերտողություն կատարեմ։ Սուրբ քրոց սերտողության ընթացքին մարդիկ սիրելներ կրնան աստվածաշունչով գալ եւ գսենք բացեք այսինչ հատվածը, բացեք այսինչ համարը, այսինչ գլուխը, այսինչ դեղը միասին ընթերցենք եւ այդ համարը կփորձենք հասկանալ։ Բայց սուրբ բادرակը սիրելներ այդ վայրը չէ, սուրբ քրոց սերտողություն կատարելու դեղը չէ, այլ սուրբ բادرակը Քրիստոսի ընծայվիլն է մեզի։ Եվ նաեւ ասեմ, ասիգա ուզեմ այս երդասարտին ասի փողոքական ուրեմն համայնքին հետևող երդասարտին եւ բոլոր ավետարանական եկեղեցվո համայնքին հետևողներուն ասեմ, որ մեր եկեղեցին ժողովրդին սկիզբեն ամբողջ դարվան ամեն օրվա ամենօրյա ընթերցանության հատվածները արդեն նշանակած է ու հրամցուցած է։ Եթե փանակ օրացույցը, մեր եկեղեցական օրացույցը, կամ փանակ նույնիսկ ինտերնետով էփեր կան, ուր գրված են ամենօրյա ընթերցանության հատվածները եւ 5 դագարանեն, եւ նոր դագարանեն առաքյալներու թուղթեն, եւ նաեւ Աստուծո խոսքեն, հետեւաբար ժողովուրդը սկիզբեն գիտե որ հատվածը պիտի ընթերցվի։ Նաեւ այսօր եկեղեցիներու մեջ, հատկապես արևմտյան եկեղեցիներու մեջ, թղթիկներ կհրադարակվին եւ այդ թղթիկներու մեջ նույնիսկ հիշված են հատվածները։ Հետևաբար այնպես չէ որ եկեղեցին քախնիկը բահե որ հատվածը պիտի ընթերցե, այլ ընդհակառակը նույնիսկ սիրելիներ հաջորդ դարվան այսինչ օրը ինչ պիտի ընթերցվի, ադոր հատվածն ալ պատրաստ է։ Հետևաբար յուրաքանչյուր հավատացյալ իր ցերքի մեջ որ գունենա օրացույցը աստվածաշնչական ընթերցումներու հղումներու բզդի կիրքը ամբողջությամբ մեջը հիշված է եւ ամենօրյա ընթերցումները եւ նաեւ հետակա օրերու, ամիսներու, նույնիսկ դարիներու բոլոր ընթերցումները։ Այսպիսով եկեղեցի հաջախող հավատացյալը, եթե մանավանդ նախանցախնդիր է, սկիզբեն գրնա ինք դան մեջ նույնիսկ այդ հատվածը, որ պիտի ընթերցվի եկեղեցվո մեջ եւ գրոնավորը ադոր մասին խորտածություն պիտի քարոզե, գրնա սկիզբեն գարտալ իմանալ բաժինը, որ բաժինը պիտի ընթերցվի եւ այդպես պատրաստված գալ, որովհետեւ բادرակի ժամանակ մենք չենք ուսումնասիրել Աստուծո խոսքը, այլ նորեն կգրտեմ Աստուծո խոսքը կհրաբարակվի, կհայտարարվի եւ մենք այնտեղ կլսենք մեր ականջներով, որբեսի մեր ականջները մաքրվին, մեր հոգին մեջ մտնեն այդ խոսքեր Աստծո եւ մենք կործատրենք։ Երրորդ, ինչու մենք չենք հայտարարել գլուխը եւ համարը։ Սիրելիներ,
Եթե մենք եկեղեցվո մեջ հայտարարենք, այժմ պիտի ընթերցվի օրինակ Եսայի մարգարեի 40-րդ գլխու այսինչ համարները Բողոս Արաքյալի կամ Պետրոս Արաքյալի կամ Հովանես Արաքյալի կամ Կորց Կարաքելոց գրքի այսինչ գլխու այսինչ համարները եւ մարդիկ իրենց աստվածաշունչները թերթադելով այդ բաժինը բանան որբեսի միասին գարտան Սիրելներ այդ ժամանակ բադրակը գտածի բադրակը լալե եւ գտարնա սուրբ գրքի սերդողություն ուսումնասիրության վայր եկեղեցին չէ զլացած սիրելներ սուրբ գրքի սերդողություններ չնել չէ զլացած սուրբ գրքի սերդողություն անել այլ ընդհանրակը սուրբ գրքի սերդողության բահերը ժամերը օրերը դարբեր են բայց սուրբ բադրակին հետ գարելի չէ միա խմբել միա դեղել որովհետև բադրակը տասաբահ չէ տասարանի ժամ չէ սուրբ գրոց սերդողությունը հոգևոր լսարաններ են տասաբահեր են ուր հավատացյալները գերտան հոգևորապես սորվելու աստուծո խոսքը բացատրություններ լսելու բայց սուրբ բադրակը տասարան չէ այլ սուրբ բադրակը երկրբակություն է սուրբ բադրակը սիրելներ խոնարհում է որովհետև այն մեծ խորհուրդը որ գադարվեցավ Քրիստոսի ծնունդը Քրիստոսի ցերպակալությունը չարչարանքները խաչելությունը հարությունը ահա սուրբ բադրակի մեջ այս բոլորն է որ կպատմվին այս բոլոր խորհուրդներն է որ կգադարվին հետևաբար սուրբ բադրակը տասարան չէ սուրբ բադրակը ուսումնասիրություն չէ սուրբ բադրակը երկրբակություն է եւ քանի տասնյակ անգամներ Սարգսակը գսե աստուծո երկրբակ է սուկ աստուծո երկրբակ ենք հետևաբար երկրբակության ժամն է ոչ թե ուսումնասիրության ժամը ասի գլխավոր տարբերությունները մեկն է հայ եկեղեցու սուրբ բադրակին ավետարանական եկեղեցիներու մեջ գդարված հոգևոր ուսումնասիրության կամ քարոզին բադրակի ժամանակ սիրելներ մենք հետևաբար չենք փնտրել տեքստը չենք փնտրել թե ուր գեբիդի ընթերցվի մենք կլսենք սուրբ հոգին ցայնը որ գխոսի ավետարանին մեջ են գրոնավորին ուղած քարոզին մեջ են եւ ամբողջ սուրբ բադրակին մեջ են ահա ինչու համար թիդավորյալ գերբով գլուխներ եւ համարները բաց թողված են սուրբ բադրակի ընթացքին ոչ թե աստվածաշունչը կամ ճշմարտությունը թաքցնելու համար այլ աստվածաշունչը անձնական ընթերցումեն վեր բարձրացնելու համար եւ համանքային քարոզության վերածելու համար 4-րդ կետ Հիշենք սիրելներ որ անցյալին երբ որ աստվածաշունչի գիրքերը գրվեցան ոչ գլուխներ գային ոչ համարագալումներ գային չգային երբ դեղի ունեցան անոնք դեղի ունեցան Քրիստոսի հետ 10-րդ տարուն եւ 16-րդ տարուն հետեւաբար անցյալին սիրելիներ երբ որ աստվածաշունչեն հատվածը եկեղեցու մեջ կընթերցվեր չգար բացարձակ կերպով ոչ գլուխներու չէին բաժնված գլուխներու եւ համարներու անոնք վերջը ուսումնասիրությանց համար թյուրին գտնելու համար ընթերցված բաժինները անոր համար գլուխներու եւ համարներու բաժնվեցան համարագալվեցան այլապես նախաբես չգային այդպիսի բան ինչպես որ գարտան օրինակ սուրբ գիրքի մեջ դեր Հիսուս Քրիստոս երբ հրավիրվեցավ Նազարեթ քաղաքի մեջ որպես ժողովարանի մեջ որպեսի ընթերցեր աստուծո խոսքը գսե ավետարանիչը եւ բացավ կդավ այն բաժինը Եսայի մարգարեին ուր գսեր դիրոջ հոգին իմ վրաս է զիս ուղարկեց ավետարանելու եւ այլն հետեւաբար հատվածներ չգային համարներ չգային բադրակը գբահբանվի սուրբ գիրքը եւ բադրակը գբահե սուրբ գիրքը լսելու ճիշտ այդ հին ցևը որ
մարդիկ չշեղվին թիվեր փնտրելով, գլուխներ փնտրելով եւ Աստուծո խոսքը, գենտանի խոսքը շեղում չունենա, այլ ամենքնալ ոտքի գետրոնացած լսեն Աստուծո խոսքը։ Անոր համար երբ Աստուծո խոսքը գընթերցվի, ատկե վերջ բոլորնալ գսեն. Փառքես դեր Աստված մեր։ Փառքես։ Ավետարանական եկեղեցվո մեջ երբ որ հատվածը գընթերցվի փառքես դեր Աստված մեր գսվի, ոչ։ Որովհետև ուսումնասիրության համար է, մարդիկ դեսնելու համար է։ Բայց հայ եկեղեցվո մեջ, որովհետև հայդարարություն է անիկա, Աստուծո սուրբ խոսքին, հետևաբար գսվի փառքես դեր Աստված մեր։ Սիրելներ, այս բոլորը ասել եմ վերջ, գուզեմ հետևյալ նորեն ամփոփում անել, ուրեմն հիշենք, որ հայ եկեղեցվո մեջ եւ ինչպես ընդհանրական ուրեմն հին եկեղեցիներու մեջ, օրթոդոքս եկեղեցիներու մեջ, կաթոլիկ եկեղեցիներու մեջ Աստվածաշունչը բարձրապես չընթերցվիր սուբադրակի ընթացքին, այլ գահայդարարվի։ Անիկա Աստուծո խոսքն է, որ գահայդարարվի մարդոց ականջներուն։ Երկրորդ, ընթերցումները նախապես ասի արդեն կրված են եկեղեցական օրացույցներու մեջ, աստվածաշնչական ընթերցումներու հատվածներու մեջ ամբողջությամբ կրված են, հավատացյալներ կրնան սկիզբեն իսկ նախապես առաջուց իմանալ այդ բոլոր հատվածերու մասին, ասի երրորդ սուրբ բադրակը թասարան չէ, այլ երկրբակության վայր է, եւ չորրորդ սուրբ գիրքը ծածկված թաքնված չէ հավատացյալներեն, այլ անիկա գենթանի է եւ ներգա է։ Բադրակի ժամանակ մերած տեքստը չէ, որ գխոսվի սիրելներ, Աստուծո խոսքը մերած տեքստը չէ, այլ երկինքեն եկող ցայն է, ինչպես դերը խոսեցավ Հիսուսի մգրդության ժամանակ, այրագերբության ժամանակ, այդպես ալ սիրելներ սուրբ բադրակի ընթացքին Աստված երկինքեն գխոսի եւ գհրճակվի իր անունը, գհրճակվի իր խոսքերը, գհրճակվին եւ գմնա որ հավատացյալները հավատքով ընդունին այդ խոսքերը եւ հաղորդվին նախ Աստուծո խոսքերով եւ ապա Քրիստոսի մարմինով եւ արյունով։ Հետևաբար սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս հոգևոր նախաճաշը ուզեցի ցեզի հրամցնել արիքիդություն, որբեսի գիտնաք, որ սուրբ բադրակը շատ խորհուրդ ունի, սուրբ բադրակի մասին բացատրություններ տված եմ, գրնակ ունգընտրել, որովհետև որքան հասկանանք սուրբ բադրակը սիրելներ, այնքան երկյուղածությամբ կգանքնենք Տիրոջ դիմաց։ Ամեն անգամ սարգսակները խորանին վրա են գհրավիրեն ժողովուրդը երկրբակելու Աստուծո դիմաց, եւ երբ որ Քրիստոսի մարմին եւ արյան հաղորդության գհրավիրեն, գսեն երկյուղիվ եւ հավատով հարաճ մադիկ եւ սրբությամբ հաղորդեցարու, երկյուղով եւ հավատքով մոտեցեք եւ սրբությամբ հաղորդվեցեք։ Ահա թե ինչու համար սուրբ բադրակի ընթացքին ամենքը սիրելներ երկյուղածությամբ պետք է գանքնենք։ Այնտեղ Տիրոջ սուրբ խոսքին եւ Քրիստոսի մարմնին եւ արյան հետ հաղորդվելու բահն է։ Իսկ գկաչալերեմ նաեւ որ հավատացյալները իրենց եկեղեցիներու մեջ սուրբ քրոջ սերտողությանց մասնակցին, որբեսի Աստուծո խոսքը ավելի լավ սորվին, բայց երբ գուքան սուրբ բադրակի երկյուղով կան, հավատքով կան, խոնարհումով կան, երկրբակեն Տիրոջ դիմաց եւ արժանի դառնան Քրիստոսի խոսքը եւ մարմինն ու արյունը ճաշակելու եւ բժշկվելու ու հավիտենական կյանքը ժառանգելու։ Աստված մեզ սուրբ հոգվո շնորհներով լեցնե, ավելի սիրելներ մոտեցեք հայ եկեղեցվո եւ պիտի տեսնեք, որ մեր հայրերը որքան սկանչելի գերբով մեզի փոխանցած են այս խորուրդ խորինը, որ մեր մտքին թեև անհասանելի է, բայց հավատքով ըմբռնելի։ Աստված ցես արադաբես տողորտն է, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։